Այսօր աղոթել ենք Հայաստանի համար եւ որոշեցի Տիբետից նորից դաս ուղարկել բոլորին եւ ինչ-որ ձևով օրհնությունը փոխանցել ոչ միայն մեծագույն մամաների, վանականների, այլ նաեւ բուն այս վայրի եւ հետաքրքիր է երբեմն լինում է պահի տակ, որ ես մտածում եմ, որ դեռ Հայաստանում եմ, բայց հերթական ֆենտեզի եմ կարդում բարի ֆենտեզի, որում չկան չար հերոսներ ու կան միայն բարիներ, չնայած այստեղ էլ փաստացի հնարավոր է չարիք հանդիպել։ Աշխարհն է այդպիսին, այնուամենայնիվ այստեղ վանքում չարիք չկա, այս բառ եւ այնքան հետաքրքիր, այնքան խաղաղ, այնքան մոգական ու թվում է, որ ոնց որ ես ասում եմ, երբեմն մտածում եմ, որ կարող է դեռ Հայաստանում եմ մեր ամբողջ մղձավանջի մեջ, բայց կարդում եմ հեքիաթային լավ գիրք ու հեսա կփակեմ գիրքը ու նորից կլինի մղձավանջը։ Հետո էլ մտածում եմ, չէ։ Միգուցե հակառակը միշտ այս հեքիաթում եմ, բայց երազ ենք տեսնում վատ մղձավանջային, որում կորում է Արարատը ու այստեղ որ պատմում եմ, հետաքրքիր է, որ պատմում եմ, որ մեր մոտ ծանր է, որպես օրինակ հենց բերում եմ, որ եւ պատկերացրեք մեր Սուրբ Սարը, ոնց որ ձեր Սուրբ Սարը, այդպես էլ մենք ունենք Սուրբ Սար, բայց մեր Սուրբ Սարը ուզում են խլել մեզանից, այլ իմաստով արդեն 40 տարածքային, բայց չեմ ուզում խոսել մղձավանջի մասին, ավելի լավ է, պատմեմ, որ կա նման վայր աշխարհում, կապ չունի մենք ինչպիսի պայմաններում ենք ապրում, դա մեր կարման է եւ մեր պատասխանատվության ճանապարհը, բայց այնքան մեծ հրաշք է իմանալ, որ այս վայրի միևնույնը կա, ու որ այս մեծագույն վայրում աղոթում են մեզ համար։ Միշտ ասում եմ ամենաշատ բանը, որ արժանացա, ամենամեծ բան իմ կյանքի, որ ես արժանացա, դա այստեղ գտնվելուն, ավելին այստեղ հյուրային լինելուն։ Ցերեկն այնքան տաք է եղանակը, որ անգամ առանց ժակետի կարող եմ դուրս գալ, իսկ առավոտյան եւ երեկոյան ձյուն է գալիս։ Այսպիսի մոգական Տիբետ է, նաեւ եղանակի առումով։ Մարդիկ կարող են այդպես գալ եւ երկար ժամանակ նվիրել հենց քարերի վրա տաշելուն աղոթքներ կամ մանտրաներ ու հետո դա մնում է, մարդիկ հեռանում են կյանքից ու հետ անգամ չի մնում ու անոնները չեն մնում, իսկ քարերը մնում են կանգուն եւ բոլորիս համար նորից հնչում են նույն աղոթքները։ Երեք դուրս ենք եկել վանքից, քշում ենք երկար տարածությամբ ու ճանապարհին հանդիպում ենք տարաբնույթ կենդանիներին ու մոգական կապույտ թռչուններին, երջանկության թռչուններին, որ մորիս մետր ենք ներգրել, իրենց մասին երևի թե չպատկերացնելով, որ նման թռչուններ իրավի կան աշխարհում, ու մեծ եղջերու հանդիպեցինք վայրի տարբեր կենդանիներ, իսկ այստեղ նույն հանգիստն է եւ դրոշակներ են ծածանվում օդում, ու մանտրաները բոլոր տեղերում նորից ու իսկ փոքրիկ քառակուսի պլիտաները էլի ամբողջությամբ պատված են մանտրաներով ու աղոթքներով։ Դա Տիբետի սուրբ գետերից մեկն է։ Վանքերը միշտ կառուցում են հենց գետի ափին ու պիտի լինեն սարեր շուրջը։ Սարը բազմիցս ցույց եմ տվել։ Կորվոդեմջուկի սարն է։ Այստեղ վանքն է, ամբողջությամբ արդեն սկսվում։ Ես դուրս եմ եկել շրջելու, ոնց որ մենք ասում ենք, աջ ձեռքի ուղղությամբ այդպես շրջում ենք, աղոթելով Հայաստանի համար։ Եվ թող բոլորին փոխանցվի այս մեծագույն զորությունը եւ մեծագույն խաղաղությունը եւ բոլորս միշտ հիշենք, որ չնայած որ մենք քաոսի մեջ ենք, բայց հնարավոր է, որ լինի ներդաշնակություն, բավարար է հավատալ, ամենամեծ բանը հավատն է,
եղել է կա և կմնա։